Խորհրդարանական ընդդիմությունն ամփոփում է շաբաթվա կարևոր իրադարձությունները։ Ազգային ժողովում շաբաթ քաղաքական քննարկումների առանցքում էին հայ-ադրբեջանական հարաբերությունները, խաղաղության գործընթացը եւ ներքաղաքական զարգացումները։ Իշխանությունն ու ընդդիմությունը ներկայացրին իրենց մոտեցումները հաճախ կտրուկ հակադրությամբ։ Իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը վերահաստատեց իր դիրքորոշումը, ընդգծելով, որ խաղաղության օրակարգը չպետք է պայմանավորված լինի նախապայմաններով։ Նա շեշտեց, որ Հայաստանը չի կարող խաղաղության գործընթացը կապել նախապայմանների հետ, քանի որ դա կբերի փակուղում։ Հովհաննիսյանի խոսքով նոր սահմանադրության ընդունման հարցը վաղուց քննարկվող թեմա է եւ գտնվում է բացառապես Հայաստանի ներքաղաքական օրակարգում, անկախ արտաքին ճնշումներից։ Միաժամանակ նա արձագանքեց Ադրբեջանի հայտարարություններին կապված սահմանադրության փոփոխության պահանջի հետ, նշելով, որ նման հարցերը չեն կարող դառնալ արտաքին բանակցությունների առարկա։ Մենք բազմիցս ասել ենք դեռևս 2019 թվականից, որ Հայաստանի Հանրապետությանը պետք է նոր սահմանադրություն եւ նոր սահմանադրության օրակարգը բացառապես Հայաստանի Հանրապետության ներքաղաքական օրակարգն է։ Այսքանը շնորհակալ եմ։ Ի տարբերություն իշխանության մոտեցման, խորհրդարանական ընդդիմությունը կտրուկ քննադատեց այս դիրքորոշումը։ Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ճեպազրույցի ընթացքում հայտարարեց, որ գործող իշխանությունների քաղաքականությունը վտանգավոր է երկրի համար։ Օհանյանի խոսքով իշխանությունները չեն կարողանում ապահովել ազգային անվտանգությունը։ Այսօր մենք այնպիսի իրավիճակում ենք, երբ որ եթե հասարակ դատավարական process-ի բովանդակությամբ ես բնութագրելու լինեմ, փոխվել են մեղադրյալի եւ մեղադրողի վիճակը, մենք փոխանակ մեղադրող լինենք Ադրբեջանին որպես հանցագործի, մենք այսօր հայտնվել ենք մեղադրյալի վիճակում եւ առանց պաշտպանի, որովհետեւ մենք հրաժարվել ենք բոլոր մեր պահանջներից, մեր շահերից բխող բոլոր գործողություններից, որ այսօր տեղի են ունենում հայ-ադրբեջանական, այսպես հակամարտության եւ ճակերտներով ասած, այսպես խաղաղության գործընթացի շրջանակներում։ Ընդդիմության ներկայացուցիչները նաև բարձրաձայնեցին գերիների հարցը, ընդգծելով, որ այն պետք է լինի առաջնային եւ չպետք է հետաձգվի խաղաղության պայմանագրի ստորագրմամբ։ ԿՊ-ն սակայն պնդում է, որ գերիների հարցը չպետք է լինի նախապայման Բաքվի հետ խաղաղության համար։ Գերիների վերադարձի եւ սահմանային խնդիրների լուծումը հնարավոր է միայն խաղաղության հաստատման պայմաններում։ Հայաստանի Հանրապետությունը, ինչպես հայտարարել է, այդպես էլ շարունակում է նույն դիրքորոշումն ունենալ, որ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար նախապայմաններ չի առաջ քաշելու, այն պարզ պատճառով, որ խաղաղության պայմանագիրը մեզ է պետք, մենք ոնց որ մեր մի շահը մյուս շահի հետ փոխել չենք կարող։ Ինչպես խաղաղության պայմանագիր ստորագրելն է մեզ պետք, այնպես էլ գերիների վերադարձը եւ Հայաստանի տարածքներից դուրս գալն է մեզ պետք եւ հետեւաբար մենք չենք կարող ասել մենք կկրակենք մեր ոտքին, եթե չանեք այն, ինչ մենք ուզում ենք։ Հետեւաբար խաղաղության պայմանագրի օրակարգը Հայաստանի համար է առաջնահերթություն։ Եթե կլինեն կողմեր, երրորդ կողմեր, երկրորդ կողմեր, ովքեր կցանկանան ձգձգել խաղաղության պայմանագրի ստորագրումը, դա ավելի շատ ի վնաս Հայաստանի է, հետեւաբար հօգուտ Հայաստանի է ամեն ջանք գործադրել, որպեսզի օր առաջ ստորագրվի խաղաղության պայմանագիրը։ Այն ինչ պետք է մեզ կամ այն ինչ պետք է Ադրբեջանին կամ այն ինչի շուրջ համաձայնենք եւ մենք եւ Ադրբեջանը, հստակ սևով սպիտակի վրա արտահայտված է նախ սահմանազատման եւ սահմանագծման, ուրեմն կանոնակարգում, որ առաջին պաշտոնական փաստաթուղթն էր եւ այնուհետեւ նաեւ խաղաղության պայմանագրի նախաստորագրված տեքստում եւ խոսակցություններից այն կողմ ռեալ իրականությունը սա է եւ պետքա ամեն ինչ բխեցնել պայմանավորվածություններից, փաստաթղթերից եւ ոչ թե ուղղակի տարբեր մեկնաբանություններից եւ խոսակցություններից։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։